Սևանցի երկրապահները այսօր վաղ առավոտից հավաքվել էին Սևանի երկրապահ կամավորականների միության տարածքային ստորաբաժանման շենքի դիմաց։ Երկրապահները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը, լինեն մեր հայ զինվորների կողքին։ Ինչպես գիտեք, սահմանադրությունը լարված է եւ այս պարագայում երկրապահն անտարբեր չի կարող մնալ, արձագանքելով վարչության կոչին, Սևանի երկրապահ ջոկատը այսօր մեկնում է իր ամբողջ հզորությունը կարողությունը դնում է հանրապետության զինված ուժերի տրամադրության տակ եւ փառք Աստծո մեր կոչին Սևանի գրեթե բոլոր ազատամարտիկները արձագանքել են եւ բայց մենք ստիպված մեկուսին կարող անեղացնենք չտանենք հետագայի երկրորդ խումբ տանենք ինչքան քանակ ուզեն այդքանը կապահովենք ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Սևանի հասարակությանը աջակցելու համար մեր Ավետիսյան Աշոտին քաղաքապետ Ռուդի Գուկասյանին Եվ այսօր մենք ճանապարհ ենք գտնում, փառք Աստծո, ուրախ մեզ ճանապարհում են, վստահ եմ, որ հաղթանակը մեր կողմն է, մենք կանգնելու ենք մեր զինվորի կողքին, 19-20 տարեկան երեխաները չպետք է կանգնեն սահման, քանի մեծերը կան, պետք է պահպանեն մեր սահմանները, մեր զինվորին։ Եվ այս առիթից օգտվելով ուզում եմ կոչ անել սևանցիներին համբերություն, խաղաղություն եւ վստահ եղեք, որ Սևանի ջոկատը հաղթանակած ինչպես միշտ հետ է գալու։ Երկրապահն մեր Սևանի միշտ պատրաստ եղել է եւ միշտ պատրաստ մնալու է։ Մենք պարտադիր պետք է լինենք մեր զինվորի կողքին, որտեղ թեժգից մենք այնտեղ էլ գնում ենք։ Հենց հիմա բոլոր տղաներով գնում ենք։ Գնանք մեր երեխեքի կողք կանգնենք, գնանք մեր զինվորի կողքը կանգնենք։ Դա է մեր դեվիզը, այսօր դա է մեր խնդիրը ազգի հայրենիքի սահմանները պահելու համար։ Թող փառք լինի մեր երկրապահին։ Մենք Սևանցիկը միշտ հզոր ենք ելես Սևանի ջոկատը հզորը ու հզորել մնում է։ Մենք էտալու ենք մինչև վերջ, պայքար մինչև վերջ։ Մեզի բարի ճանապարհ։ Պատերազմ մեկնում են միան ծերունիները։ Ծերունիներ, այո։ Ջոկատի առաքելությունը կայանում է նրանում, հասնելով սահման, խաղաղություն զինադադար պարտադրել թշնամուն, խաղաղություն բերել հայ ժողովրդին, հայ զինվորին ապահովություն ապահովել։ Սևանցիները միշտ էլ պատրաստ են, Սևանի երկրապահ ջոկատը միշտ էլ պատրաստ է իր ուրույն լուման ունի Արցախի ազատագրման գործում, հիմա էլ է պատրաստ։ Պարզապես այդ զինադադարը հարաբերական բան է։ Եթե մենք հայտարարում ենք պաշտոնապես, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք, մենք պետք է դրանից բխող քայլեր կատարենք մեր հակառակորդին ընկճելու կամ ընդհանրապես վերացնելու համար։ Ինչ է կանելու, ուր է գնալու։ Հիմա լսելով այդ լուրը մեր երկրապահի բոլոր տղեկ հավաքվել են տղաները, պատրաստ են, մենք հիմա մեկնելու ենք Երևան, այնտեղից ստանալու ենք համապատասխան զենք զինամթերք եւ ըստ հրամանի կշարժվենք մեր սահմանի ցանկացած տեղ, որտեղ պաշտպանության նախարարությունը կգտնի հարմար։ Սևանցի երկրապահներ մեկնեցին եւ այսօր կհամալրեն հայոց բանակի շարքերը։ Դեռ 3 երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հազարավոր երկրապահների հետ մեկնեց առաջնագիծ։ Նրան հետևում են բոլոր երկրապահները։ Երկրապահ կամավորական միությունը պատրաստ է իր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին։ Միասնաբար մենք իզորու ենք երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անկախությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը, նշված է Մանվել Գրիգորյանի հայտարարության մեջ։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ, այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ։ Բացի առաջնագծում ընթացող մարտերից հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր եւ հակառակորդին հասցնել ծանր վնասներ։ Ընդհանուր առմամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավել կորուստ։ Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ 1 ուղղաթիռ։ Առավել խոշոր բախումներ են տեղի ունեցել Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ։ Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում MM-21 գրադ տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը։
Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից խոցվել է թշնամական 1 ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ։ Սուրեն Բարսեղյան, Արգամ Պողոսյան, Գեղամաուր։